Հովիկ Աղազարյանը առաջադրել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, կուզեիք, որ նա լիներ վարչապետ։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ըստ քաղաքական գործիչ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպաններ Նիկոլ Փաշինյանը։ Հազար անգամ ով էլ լինի, մենք հայերս մենք արարում, ստեղծում ենք։ Ես չեմ ճանաչում։ Էդմոն Մարուքյանին չեք ճանաչում։ Չէ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն է Նիկոլ Փաշինյանը։ չեմ ճանաչում, կներեք։ Եկեք խոսամ։ Մի ով էլ էլի մեկը ես պիտի աշխատեմ ընտանիքը պահեմ էլի։ Ես 3 օր ես քաղաքում եմ, ես վերջնի սահմանում եմ, ղափանում ենք, մենք նոր ենք իջեցավը տանեմ։ Ես դաժե չգիտեմ ինչա կատարում ես Հայաստանում։ Էդմոն Մարուքյանին պատկերացնում եք վարչապետի պաշտոնում։ Չեմ պատկերացնում։ Չի կարող լավ վարչապետ լինել։ Չէ։ Քաղաքականությամբ չես զբաղվում։ Չեմ կարող ասել, գաղափար չունեմ։ Պատկերացնում եք Էդմոն Մարուքյանին վարչապետ։ Ես ոչ մեկին էլ չեմ պատկերացնում։ Կուզենք, միայն արդար լիներ։ Այսինքն կուզենք, եթե լինի արդար լինի, խաբեբաց չլինի։ Էդմոն Մարուքյանը Կուզենք լինի, բայց արդար լինի, էլի, այսինքն արդարություն լինի երկրում։ Խոստումներ չկատարել, այսինքն ես կուզենք արդար լինի։ Եթե ով ինքը է խոստումներ տվել եւ չի կատարել։ Նիկոլ Փաշինյանը շատ խոստումներ չկատարեց։ Ես կուզենք միայն արդար, ով ուզում ալի միայն արդարություն լինի երկրում։ Իսկ դուք ունեք նախընտրելի թեկնածու։ Չէ, ես գիտեք, արդեն ոնց այնքան մեծ խափել, որ ոչ մեկին չենք հավատում։ Բոլորը գարցեն իշխանության գլուխ ու մոռանում են։ Շռայլում են խոստումները, բայց խափում են։ Դա շատ վատ բան է, ստորություն է։ Ժողովրդի հանդեպ ստորությունը խափեբայություն է։ Ամբողջ ժողովրդին, որ ազգը հավատում է դա իր բանն է, բայց վերջում ինքը իր դիմակը պատրվում է։ Շատ վատ բան է, խափեբայություն։ Ես էլ կարող եմ ասել։ Հովիկ Աղազարյանը առաջադրել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, կուզեիք, որ նա լիներ վարչապետ։ Ես ոչ մեկից եմ տեղել, ոչ էլ մյուսից։ Էդմոն Մարուքյանը նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ես կարամ մի բան ասեմ, Աստվածտա թող Հայաստանում այնց մարդ գա, որը կարա Հայաստանը դզի, Հայաստանը նորմալ կառավարի, եւ մենք որպես ժողովուրդ Հայաստանի նորմալ կարենանք ապրենք։ Нет. Այդքան տարի աշխատես, ես որևէ բան չտեսա, հիմնավոր բան չտեսա, ստեղծագործություն չտեսա իր մեջ, ստեղծագործական գործ աշխատանք չտեսա իր մեջ, չգիտեմ, իմ կարծիքը դա է, չի կարող իմ կարծիքով։ Երկուսն էլ սրիկա են, Ինչու։ որովհետև գիտենք Էդմոն Մարուքյանն իրանից ինչա ներկայացնում, Հովիկ Աղազարյանն էլ լսել ենք ելույթները, մարդ չէ, ոչ մեկը մի հատ ավելով պետք է վերցնել, սաղին մաքրել, ամբողջ խորհրդարանը, ամբողջ այդ նախկին եւ ներկա բոլոր իշխանավորներին, всё։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարալի, Լուբոյն էլ երկրում կարալի վարչապետ։ Սաղ է դավաճանես ոչ ման չեմ ուզում հալ։ Ազգային ժողովը իրան սպանում են, ազգային դեպուտատն իրան սպանում են, ոչ մեկն է մարդ չեն։ Սաղին վաղրի, դեր մեջ այն բռնած մինչև Նիկոլ սկսած։ Սաղը ազգի դավաճան են։ Այս շոուները, որ կատարում, չի հետաքրքրում։ Ես միջազգային նորություններն եմ նայում, ոչ թե հայկական։ Պրիմիտիվ թատրոնա, վերջ։ Ով։ Էդմոն Մարուքյան։ Ոչ, Ինչու։ չեմ ուզում։ Լավ վարչապետ չի։ Գտնում եմ, որ ինքը պետք չի, որ վարչապետ լինի։ Իսկ ունեք նախընտրելի թեկնածու Այս վարչապետ։ բան ոչ։ Բայց հաստատ Էդմոն Մարուքյանը չի, ոչ էլ են ոնց հասցիկ Աղազարյան, հա, առավել եւս ինքը շնորհակալ։ Էդմոն Մարուքյանը վարչապետ, այն շկապնի երկրի կառավարման համակարգից, եթե գաղափար չունի, վարչապետը դա երկրի առաջին պատասխանատու ըստ նոր կանոնակարգի։ Դրա համար պետք է լինի մարդ առաջնորդին, որը հասկանում է ռազմական գործից, ոստիկանական հատուկ ծառայությունների եւ նաեւ պետության ոչ թե կառավարման, այլ վերահսկման։ Այսինքն ներկա համակարգերը տնտեսական առողջապահ դի վերահսկես, որտեղ կառավարելով չի նում ոչ մի բան։ Մինչև գլխներին կարճ ասած են մուրճը չլինի, իրենք չեն աշխատի։ Չէ, դրանից դուրս չի գա, եթե էսի կործանես, ընդհանրապես ոչինչ չի մնա։ Կմնա այսքան մի բուռ։